Վերջին ամիսներին սոցիալական հարթակների հայկական տիրույթում նկատելի է տարբեր անանուն և ոչ վստահելի էջերի ակտիվացում, որոնք տարածում են կեղծ և մոլորեցնող տեղեկատվություն։ Ֆեյք լուրերի հոսքն ակտիվացավ հատկապես վերջին ընտրական գործընթացի ժամանակ, թեև այսօր էլ դրանք հազարներով թափառում են սոցցանցերում։ Ամեն օր օգտատերերը հանդիպում են նման լուրերի և շատ դեպքերում չեն կարողանում տարբերակել կեղծը իրականից։ Դա կարող է հանգեցնել սխալ որոշումների, հասարակական կարծիքի խեղաթյուրման և տեղեկատվական անվտանգության խնդիրների։ Թեմայի շուրջ Regions TV-ն Շիրակի մարզի խոշոր համայնքներից մեկում Ախուրյանում կատարել է ուսումնասիրություն, հարցումների միջոցով ամփոփելով բնակիչների մտահոգություններն ու տեսակետները։ Շատ կեղծ լուրեր կան, հանդիպել եմ, բայց չեմ հիշում։ Ինչ-որ բանը Փաշինյանը եղել է, բան Չինաստան, տեղ են տվել, տեղ է օգտագործել։ Մեկը մյուսին վարկաբեկում է, ինչ եղավ։ Հարցման մասնակիցները ներկայացրել են սեփական փորձը, կարծիքներ են հայտնել, խոսել կեղծ լուրերի տարածման, դրանց հոգեբանական հետևանքների մասին։ Կա ընդհանուր պատկերացում, թե որն է կեղծ լուրերի հեղինակների հիմնական նպատակը, այն է մոլորեցնել մարդկանց, իրականությունից շեղել, հասարակության մեջ խուճապի և անվստահության մթնոլորտ ստեղծել։ Մարդկանց շփոթմունքի մեջ գցելու համար ուրիշ ոչ մի բան։ Որ ժողովրդին հիասթափեցնենք։ Խուճապ են տարածում։ Ախ, ժողովրդին խուճապի գմադնեն չի կարելի։ Մարդկանց մեջ դուրիմացություն կմտցնեն, կվախեցնեն։ Եթե մենք չանցանք պատերազմ կերնի, եթե դուք անցաք, չգիտեմ ինչ կերնի, ջրեղեղ կերնի, զրտուզիբիլ կերնի։ Մեդիա փորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանն արել է իր սեփական ուսումնասիրությունը, տարեսկզբից մոնիթորինգ են իրականացրել և 5 ամսում ապատեղեկատվության շարունակական աճ են արձանագրել։ Նաև բացահայտել են կեղծ էջեր, որոնք գործել են բոտերի միջոցով, ավտոմատացված ծրագրերով։ Վերջին ընտրական գործընթացի վրա դրանք ինչ ազդեցություն են գործել, հարցին մեդիա փորձագետն արձագանքեց։ Շատ բարդ է ասելը, որովհետև չափելի չէ։ Բոլոր դեպքերում տեղեկատվական դաշտում մենք արձանագրել ենք շատ մեծ ինֆորմացիոն շրջանառություն, ընդ որում հիմնականում նաև ոչ այնքան ապատեղեկատվություն, որքան մանիպուլյացիա կամ ստուգման ոչ ենթակա տեղեկատվության շրջանառություն, ավելի էմոցիոնալ թիրախավորում, AI-ով գեներացված բովանդակություն։ Ֆեյքերի հեղինակները հաճախ թիրախավորում են կոնկրետ մարզերի և համայնքների բնակիչներին, հաշվի առնելով նրանց սոցիալ-տնտեսական կամ անվտանգային մտահոգություններն ու վախերը։ Այդ նպատակով տարածվում են այնպիսի կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններ, որոնք հուզական արձագանք կարող են առաջացնել կոնկրետ թիրախավորված համայնքում։ Արդյունքում մեծանում է ապատեղեկատվության ազդեցության ուժը, քանի որ այն հիմնվում է մարդկանց առկա անհանգստությունների և զգայուն թեմաների վրա։ Տեսնենք շատ տարբեր գովազդներ, որոնք որ թիրախավորված են հիմնականում ամբողջ Հայաստանի մարզերի, սեռերի, տարիքի մարդկանց վրա, բայց այնտեղ կան սպეციფიկ նաև գովազդներ, որոնք թիրախավորում են Սյունիքի մարզը, Գեղարքունիքի մարզը, հասկանալի նաև պատճառներով։ Ախուրյան համայնքում հարցված բնակիչների համոզմամբ արտաքին տեղեկատվական ներխուժումները կարող են ազդել հանրային կարծիքի ձևավորման և տեղեկատվական անվտանգային միջավայրի վրա։ Ելնելով սեփական փորձից պնդում էին, որ ապատեղեկատվությունը հայաստանյան հարթակներ է ներթափանցում հիմնականում հարևան երկրներից։ Հիմնականը Ռուսիա։ Թուրքիայից ու Ադրբեջանից, ուրիշ ոչ մի տեղից։ Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից։ Փաստերի ստուգման մեր աշխատանքները հիմնականում ցույց են տալիս Ռուսաստանը որպես գործող դերակատար, Ադրբեջանը որպես գործող դերակատար։ Բացի ավանդական ապատեղեկատվությունից մարդիկ բախվում են նաև մեկ այլ լուրջ մարտահրավերի՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ բովանդակությանը։ Նման նյութերը, որոնք կարող են ներառել կեղծ պատկերներ, տեսանյութեր, ձայնագրություններ, հաճախ առանձնանում են բարձր իրատեսականությամբ և դժվար է տարբերակել իրական բովանդակությունից։ Արդյունքում դրանք կարող են մոլորեցնել մարդկանց և բացասաբար ազդել հանրային ընկալումների և որոշումների վրա։ Խոսող մարդուն, անգրադիտ մարդուն դարձնում է գիտակ։ Չգիտեմ ինչեր են մարդկանց դեմքերով սարքում, եսի ինչեր են անում, ժողովրդին շանտաժ են ենթարկում։ Մարդկա խելացի չի ավադա, մարդկա անգրադիտ է խավադա։ Այս մարտահրավերին դիմագրավելու համար Եվրոպան հաջող պաշտպանական մեթոդներ է կիրառում։ Ալեքսանդր Մարտիրոսյանի տեղեկացմամբ այնտեղ գործում է արհեստական բանականության կարգավորումների ակտ, որը սահմանափակումներ է նախատեսում տարածման տիրույթի և կոնկրետ ոլորտների մասով։
Ըստ փորձագետի 1 տարի հետո վիճակն ավելի վատ է լինելու, եթե մարդիկ գործիքների կիրառության ֆեյքերը նույնականացնելու հարցում գրագիտություն չունենան, եւ քանի որ շատ քաղաքական սոցիալական գործընթացներ առցանց տիրույթում են ընթանում, մեդիակրագետ քաղաքացի լինելը շատ կարեւոր է։ Տեսանյութերի պարագայում մենք փաստեր ստուգելիս համադրում ենք նաև ֆիզիկայի օրենքները, որոնց մասին այդքան էլ լավատեղյակ չէ, ստվերներն ենք փորձում նայել, շուրթերի շարժումը, արտահայտած բառերի համահունչությունը, մաշկի ռելիեֆը, մարդու, եթե մարդ կա, տեսանյութում, որովհետև սինթետիկ բովանդակության պարագայում դրանք շատ ավելի իդեալական են լինում, հյուսվածքներ տեսանելի չեն լինում։ Ըստ մեդիափորձագետի անհրաժեշտ է, որ լրատվամիջոցները նորացնեն իրենց առցանց տիրույթը, կիրառեն փաստերի ստուգման նորագույն գործիքներ, իսկ բնակիչներին խորհուրդ է տալիս տեղեկատվություն ստանալ բացառապես վստահելի եւ արժանահավատ աղբյուրներից, ստուգել կասկածելի տեղեկությունների իսկությունը։ Եթե մարդիկ նկատում են ինչ-որ մեկին բարբերաբար անընդհատ ատելություն տարածող կամ չգիտեմ կարդում են ու հասկանում են, որ գործ ունեն սինթետիկ բովանդակության հետ, ուղղակի այնտեղ մի հատ 3 կետիկ է լինում։ Սեղմում են դրա վրա report կոճակով, Facebook-ին օրինակ տեղեկացնում են, որ հայտնաբերել են ապօրինի բովանդակություն կամ ապօրինի օգտահաշիվ։ Ֆեյքերի դեմ պայքարը պահանջում է համատեղ ջանքեր ինչպես պետական կառույցների, լրատվամիջոցների եւ տեխնոլոգիական ընկերությունների, այնպես էլ յուրաքանչյուր անհատի կողմից։ Առանձնահատուկ կարևորություն ունի մեր երկրում մեդիակրագիտության զարգացումը։ Դա հնարավորություն կտա մարդկանց քննադատաբար գնահատել ստացվող տեղեկատվությունը, ստուգել աղբյուրների արժանահավատությունը եւ բացահայտել մանիպուլյատիվ կամ կեղծ բովանդակությունը։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Արսեն Գրիգորյան, Regions TV